Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, սիրելի Facebook-յան ընկերներ ջան։ Ռուսաստան բնակ օլիգարխի այդ մանկապարտեզի սաների կապիկություններից ձեր տրամադրությունը բարձրացրած քաղաքացիներ ջան։ Երևի արդեն հասկացաք ինչի մասին է մեր խոսակցությունը, քիչ առաջ նորից համանցածում տեսա, որ սենց իրենցից ոչինչ չասող դեմքեր, որ սենց ես վերջերս, որ Ռուսաստանբնակ օլիգարխին պետությունի գնահատականին արժանացրեց իր պահվածքի համար, ու սրանով մի բան ասեց, բոլորին ասեց, ու ավելի շատ ասեց Ռուսաստանբնակ օլիգարխին։ Գիտես ինչ ասես, է ժողովրդական լեզվով ուղղակի պետությունը Ռուսաստանբնակ օլիգարխին զգուշացրեց ու կոնկրետ ասեց այդ տաղա, ժողովրդական լեզվով ասած։ Եթե ինչ-որ մի քիչ դες կոպիտ բառապաշարներ կօգտագործեմ, ես խնդրում եմ ներողամիտ եղեք։ Ասեց այդ տաղա, այնպես չի, որ դու պետքա օտար պետությունում ձայնդ կտրած այդ օրենքները հարգելով եւ այդ օրենքներին հնազանդ, կուրկուրի ձակ դարած, դաշի մի հատ պրապիսչիկի հետ դուխը չհերիքի, որ կարողանաս ինչ-որ ավելորդ տոնայությամբ ինչ-որ զրույցի մեջ մտնես, այն ձև չէ, որ դու կարաս այդ ուրիշ տեղերում, այդ ուրիշ պետություններում քեզ հենց, գիտես, կուլտուրական, չգիտեմ էլի, հենց ոնց ասեմ, հենց շատ համեստ, ինչ-որ մի հատ կերպարի մեջ մտած խելոք ապրես քեզ համար, բայց գաս Հայաստանի Հանրապետությունում, սենց տղալամի շլնես, յանամ ինչ-որ մեկին ցույց տաս, որ դու այդքան կաս, քեզանից ինչ-որ բան ներկայացնում ես այդ տղա, որ կարաս այս պետությունում էլ ինչ-որ հարցեր տեղը գցես, քո ձևերով հարցեր լուծես, պետությունը ուղղակի Սամվել Կարապետյանին ապտակեց քաղաքական մակարդակով ու եթե Սամվել Կարապետյանը այդ Ռուսաստանբնակ օլիգարխը այդ հայ մարդուն խոպանչի սարքածները, հայ մարդուն կոպեկով աշխատասեր հայ մարդուն աշխատացրած եւ աշխատասեր հայ մարդու աշխատասիրության հաշվին հարստացած այդ գյադագյուդեքին ուղղակի հստակ իր ասելիք ասեց ու այդ Սամվել Կարապետյանի չգիտեմ, որ նկարների հետ կռիվ են տալ այդ պուճուրիկ մարդիկ, այդ որ ասենք, չգիտեմ, տեսնում եմ մարդկանց նկարների հետ կռիվ են տալիս, ասենք ուզում են ցույց տան, ասածն են, տես ժողովուրդ ջան, մենք այնքան կանք, որ կարանք ասենք մարդկանց նկարների հետ կռիվ տանք։ Սենց էլի տղու կերպարի մեջ մտած, ուզում են ինչ-որ մեկին բան ապացուցեն։ Այդ չկայացածները, այդ իրանցից ոչինչ չասողները, ուղղակի թող մի բան լավ հստակ գիտակցեն։ Լսեք, այդ նկարների հետ կռիվ տվող, ուղղակի ձեր անուն ազգանունները ես չգիտեմ էլ։ Դուք ձեզնից ոչինչ չասող դեմքեր եք։ Ոտից գլուխ ձեզնից ոչինչ չասող դեմքեր եք, չկա ձեզ ճանաչելու, դրա համար էլ ցանկություն չունեմ ձեր անուն ազգանուններով հետաքրվելու, որովհետև դուք այնքան պուճուրիկ մարդիկ եք, այնքան ձեզնից ոչինչ չասող կերպարներ եք, որ ուղղակի չկա դաժե ձեր անուն ազգանունների հետ ծանոթանալու։ Ուղղակի մի քանի րոպե ծախսած ձեր անուն ազգանունները ծանոթանալու։ Դուք այդքան պուճուրիկ մարդիկ եք։ Ուղղակի դուք հայտնվել եք տեսախցիկների առջև, մարդիկ նայում են ձեր անկանոն շարժումների, ձեր երեխական խաղերին եւ ինչ չէ, նաեւ տրամադրություն են բարձրացնում ձեր պահվածքի վրա։ Անձամբ ես հաճախ ալինում օրվա մեջ, որ տրամադրությունը զնկնում է։ Եվ ասում եմ հոп, ձևը կա իմ տրամադրության բարձրացնելու։ Ման եմ գալիս ձեր Facebook-յան էջերը գտնում եմ, ու ասենք 2-3-5 վայրկյանը բավական է, որ ձեր այդ երեխական պահվածքներին ականատես լինեմ ու իմ տրամադրությունը ես բարձրացնեմ։ Դուք ուղղակի սենց տրամադրություն բարձրացնող ազնվորություն եք։ Հիմա ասենք պետքա մտնեմ ինչ, չգիտեմ, դերանասանական պետք ասենք մտնեմ, չգիտեմ, Հայկո տենամ, որ աղջկա շորերով քսված դες կապիկություն բան անում, տրամադրությունս բարձրացնեմ, Հայկոին չորն եմ գցել, դրա համար մտնում եմ ձեզ տենց
որպեսզի ձեր այդ երեխական պահվածներից տրամադրությունս բարձրացնեմ։ Այդ դուք այդ տեսակն եք։ Մարդկանց տրամադրություն բարձրացնող մի քիչ էլի։ Ու բարձր ձայնով ասեմ, ամեն ձեր մի խոսակցություն լսելուց ես բարձր ձայնով ուղղակի խնդում եմ։ Բարձր ձայնով ես ժպտում եմ եւ շատ բարձր ձայնով խնդում եմ ձեր վրա։ Շնորհակալություն, ինչ որ միտեղ է շնորհակալություն, որ կարողանում եք ձեր կապիկությամբ ինչ որ չափով տրամադրություն բարձրացնեք։ Սիրելի մարդի, այսինքն ինչ եմ ուզում ասեմ, թող տաշրի կողի այդ մանկամիտ այդ երիտասարդները, որ ցես նկարների հետ կռիվ են տալիս ու մի հատ սենց երևի մոսկուլ բանեն անասում են, արա տա մենք տաղ ենք, մենք այնքան կանք, որ կարանք նկարների հետ կռիվ տանք։ Դուք իմացեք, որ այդքան հպարտանում եք, արա ձեր տաշիր Սամվելիկով, օй մեր տաշիրը, մեր Սամոն, մեր ալիգարխը, մեր էսը, մեր փրկիչը, մեր էսյանն է, լսեք, արա, պետությունը հստակ Արա հարկ եղած դեպքում դաժե սա պրինցիպ հստակ բոլորի ապացուցեց, որ այդ տաշիր Սամոն, անկախ իր փողի քանակից, այդ Ռուսաստանբնակ օլիգարխը, իրանից ոչինչ չասող մի հատ կերպար է։ Ու դուք էլ մի հատ սենց բարձր ժպիտներով, բարձր տրամադրությամբ հպարտանում եք ձեր տաշիր Սամոյով, ով է ձեր տաշիր Սամոն, ով է Հայաստանի Հանրապետությունում տաշիր Սամոն, ոչ մի բան, իրենից ոչինչ չասող ոչ մի բան, ոտից գլուխ։ Տաշիր Սամոն աշխատասեր հայ մարդկանց աշխատանքի աշխատասիրության հաշվին հարստացածն է։ Տաշիր Սամոն հայ մարդկանց խոպանչի սարքածն է։ Տաշիր Սամոն հայ մարդկանց խոպանչի սարքած, կոպեկներով աշխատացրած եւ հարստացածն է։ Տաշիր Սամոն հայ մարդկանց խոպանչի սարքած աշխատացրած փողերը չտված, վերջում է չեչեներ, ադրբեջանցիներ կանչած, հայ մարդկանց ծեծի ենթարկածն է։ Այդ է Տաշիր Սամոն։ Տաշիր Սամոն 10 դրամի բարեգործություն արած եւ 100,000 դրամի ռեկլամ եղածն է։ Տաշիր Սամոն 1000 դրամի բարեգործություն արած 100,000 դոլարից հարկերից խուսափողն է։ Ու անունը իրա դրած բարեգործ։ Տաշիր Սամոն հայ մարդուն 1 կիլո բրինձով, 1 շիշ ձեթով, սենց չգիտեմ, 1 շիշ ձեթ տվասնա ու սենց տեսախցիկների առջև, օй հայ մարդուն ես 5 տարին մի անգամ կամ 1 տարին մի անգամ, ասենք ինչ որ 1000 հայ մարդու սենց տոպրակով տուլիկ տվի, իրանց լեզվով ասում էլի տուլիկ տվի։ Այդ դուք ետեք, դուք 10 դրամի օգնություն արած 100,000 դրամների ռեկլամ եղածները, դուք 1000 դրամի օգնություն տված 100,000-ավոր դոլարների հարկերից խուսափած աստղեր, այդ դուք ետեք, Տաշիր Սամոն, դու էտես, Հայաստանի Հանրապետությունում քեզնից ոչինչ չասող մեկն ես, դու օտար պետությունում հանազանդ կուրկուրի ձակ քեզ դրսևորողն ես, իսկ Հայաստանի Հանրապետությունում փորձանող կուրաժիտ ըլնողն ես, բայց կուրաժի տեղար, քեզանից ինքնավստահ Հայաստանի Հանրապետությունում կուրաժի տեղար, ու զապարինցիպ պետության համն հոտը զգացիր, պետության ապտակը զգացիր, այդ տղա, այդ չմո։ Այդ դուք ետեք։ Սա քաղաքականություն է և 2018 թվականից վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեփական ձեռքբերումից, ազատ խոսքի իրավունքից, սա Տաշիր Սամոն չես, հարստությունը Ռուսաստանից հետը բեր է։ Սա Մոսկվաբնակ օլիգարխը չի, Մոսկվայից այս արժեքներ, այս հարստությունը հետը բեր է, որ այսօրվա դրությամբ իր այս պուճուրիկ մարդիկ նկարների հետ կռիվ են տալիս։ Իմանալով այսօրվա, օգտվելով այսօրվա արժեքներից, հարստությունից, վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեփական ձեռք բերած հարստությունից, ոգևորվելով, սենց տղու կերպարի մեջ եմ մտնում նկարների հետ կռիվ անում։ Լսեք, գադագյուդեք, պուճուրիկ մարդիկ ձեզնից ոչինչ չասող, շատ եք ասում 2026 թվական։ 2026 թվականը վերջնականապես Հայաստանի Հանրապետության քաղաքացու երկար տարիների սպասված վրեժի ժամանակն է եւ 2026 թվականին հայ մարդը քաղաքակիրթ մակարդակով տարիներով սպասված իր վրեժը լուծելու է։ Տաշի այդ Ռուսաստանբնակ օլիգարխներից
Այդ ռուսաստանբնակ օլիգարխներից 2018 թվականին մերժված խուլիգան բանտայից, ովքեր որ տասնյակ տարիներով այս պետությունը հայ մարդու սեփականությունը աշխատացրել են իրենց անձնական հաջողությունների եւ հարստությունների համար, ովքեր որ տասնյակ տարիներով հայ մարդկանց խոպան չեն սարքել կոպեկներով աշխատասեր հայ մարդու հաշվին աշխատել հարստացել, ովքեր մարդկանց խոպան չեն սարքել տարիներ շարունակ քցել փողերը չեն տվել, վերջում էլ չեն հրավիրել հայ մարդկանց ծեծին եթարկել, ովքեր տասնյակ տարիներով 10 դրամի կեղծավոր բարեգործություններ են արել 100,000 դրամների հարկերից խուսափել են, հազարավոր դոլարների միլիոնավոր դոլարների ռեկլամ են ընկել հայ մարդի ամեն ինչը ձեզնից շատ լավ հասկանում է եւ թացը չորից տարբերում է եւ հայ մարդից ամեն ինչը հասկանալով ասեմ շատ եք խոսում 26 թվականից 26 թվականը վերջնականապես հայ մարդու քաղաքակիրթ մակարդակով հայ մարդու վրեժի ժամանակն են լինելու վրեժի եւ քաղաքական մակարդակով ձեր բերանից քաղաքական մակարդաշից ամու դատի չտազ է ասես սպառնում են ուշադիր լսեք տաշիր Սամվելիկի պուճուրիկներ մանկապարտեզի սաներ այդ նարեկա մի հատ միրուքով եսիմով կայրանից ոչինչ չասող այդ պուճուրիկ մարդիկ լսեք քաղաքական մակարդակով մայրաքաղաք Երևանում ամբողջ Հայաստանի Հանրապետությունով մեկ 2026 թվականին քաղաքական մակարդակով ձեր բերանից վարար գետի նման հոսելու է տասնյակ տարիներով հայ մարդու ծծած արունը քաղաքական մակարդակով 2026 թվականին վարար գետի նման ձեր բերանից վարար գետի նման հոսելու է տարիներ շարունակ հայ մարդու ծծած այրունը վարար գետի նման չկասկածեք քաղաքակիրթ մակարդակով եւ 2026 թվականը վերջնականապես տարիներով սպասված հայ մարդու վրեժի ժամանակն է լինելու դե հիմա դուք ձերն ասում եք դուք ասիկը ոչ մի բան չեք ասում ձեզ որևէ ասելիք չունեք դուք ընդամենը կարակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի ձեռք բերած հարստությունից արժեքներից որը ողողված է ամբողջ Հայաստանի Հանրապետությունով մեկ կարողանաք այդ արժեքների թիկունքում պահվելով մտնեք համարցակ մարդու կերպարի մեջ եւ դեր լակոտական պահվածքներով sense փորձեք ինչ որ մեկին ցույց տաք մի մուշինի մի հատ sense մոսկուլ բան է կարակ անեք էլի դուք շատ կարակ թե հենց այս արժեքներից ողջևորվելով կարակ համարցակ տղու կերպարի մեջ մտնեք բայց ձեր բոլոր գործողությունները ապուշություններ են sense ոնց ասեմ Եվ գիտեք ինչ դուք մի օգուտ եք տալի մենակ մեզ ձեր գործողություններով դուք կարողանում եք մեր տրամադրությունը բարձրացնել մենք նայում ենք ձեզ եւ բարձր ձայնով խնդում ենք ձեր վրա ահա թե դուք ով եք եւ 26 թվականը բոլորդ անգաժներիդ օղարեք եւ ֆիքսեք թե ինչի թիվա լինելու 2026 թվականը հայ մարդու տարիներ ասված վրեժի թիվն է լինելու Եվ 26 թվականին վերջնականապես հայ մարդը տարիներով սպասված իր վրեժը լուծելու է։ Իր վրեժը լուծելու է ձեզնից։ Այդ 18 պլյուս, դուք 18 պլյուսն եք։ Դուք այդ 18 պլյուսը նաև եղել եք 2021 թվականին։ Դուք այդ 2021 թվականին նույն 18 պլյուսն եք։ Նույն 18 պլյուսն եք։ Դուք եք, մենք ենք։ Հայ ժողովուրդն է։ Դուք եք 2021 թվականին էլ հայ ժողովուրդը նույն հայ ժողովուրդը դուք եք նույն 18 պելյուսը հիմա էլ բան չի փոխվել նույն ժողովուրդն է դուք եք նույն 18 պելյուսն եք ուղղակի 2026 թվականին հայ մարդու սպասված վրեժի ժամանակն է լինելու եւ վերջնականապես 2026 թվականին հայ մարդը ազատվելու է այս օտարների Ես չգիտեմ ոռնոստներից, այս օտարների ոռնոստներից ազատվելու է եւ խաղաղության մեջ իր սեփական պետությունում արարելի է աշխատելու է, հարստանալու է, հարստացնելու է, իր սեփական պետությունում ապրելու է։ Համենայն դեպս չգիտեմ Ռուսաստանբնակ ինչ որ օլիգարխներ այդ չեն օգտելու աշխատասեր հայ մարդու աշխատասիրությունից, խոպանչի չեն սարքելու այս ազգին, կոպեկներով չեն աշխատացնելու Հլա մի հատ էլ աշխատացնելու չվճարեն չեչեներ հրավիրեն այդ մարդկանց ծեծի ենթարկեն Համենայն դեպս ոչ մեկը այս ժողովրդի հայ ժողովրդի վախը բռնած չի պահելու ու
Այսօր էլ 2018 թվականից միջ առեսօրս եւ դա լինելու է ՑՄ Հայաստանի Հանրապետությունը հայ մարդու ձեռքերի մեջ է այլևս Հայաստանի Հանրապետությունում արտոնյաներ չկա իրենց որ փորձեն իրենց մտներով անցնի որ իրանք այնքան կան այնքան փող ունեն որ իրանք փողի քանակը կարա թույլ տա ինչ որ հայ մարդ կերանց վախը բռնեն իրանք ստրուկը սարքեն իրանք գերին սարքեն չգիտեմ չկա Հայաստանի Հանրապետությունում նման բան եթե ինչ որ տենց անձնավորություններ էլ կան ես ուղղակի քաղաքակիր մակարդակով ցավակցում եմ այդ անձնավորություններին բայց բացառված եմ որ այդ ձև անձնավորություններ կլինեն եթե ինչ որ թաքուն տեղերը կան ու իրանք դե հենց պահում են մի քանի հոգու վախները բռնած այսօր չէ վաղը իրենք հաստատ պատասխան են տալու Որտեւ նման տեսակը նման որակը այս պետությունում չի կարա հայ մարդու վախը բռնած իրան լավը զգա այս պետությունում ինչա որ ինքը շատ փող ունի հասկացաք այնից որ հայ մարդը այլևս իր սեփական պետության ճակատագիր որոշողը հայ մարդն է եւ հայ մարդը 2018 թվականին իր սեփական պետության ապագան իր սեփական պետության իշխանության ճակատագիրը վերցրել է իր ձեռքերի մեջ Եվ այլևս որևէ օտարի լանթերի չի պատրաստում սենց տանի եւ նվիրաբերի օտարի լանթեր մնացեք ձեր տեղում օտարի լանթեր բավական է կեղ սիրո խոստումներով փորձեք հայ մարդու սիրտը շահեք օտարի լանթեր հայ մարդու սիրտը զբաղված է Հայ մարդու սիրտը վայելում է անկեղծ մաքուր հայկական սերը, այլևս հայ մարդը օտարի լանթերի կեղծավոր սիրո գայթակղության գերին չի դառնալու, օտարի լանթեր ամենյան պատասխանատվությամբ քաղաքակիրթ մակարդակով թքում եմ ձեր նամուսի վրա այ օտարի լանթեր ձեր պետությունը օտարն է ձեր պետությունը ձեր հայրենիքը օտարն է դուք օտարին եք սիրահարված այ օտարի լանթեր այ այս պետության ժողովրդին օտարի չգիտեմ օտարի գերին այս պետության ժողովրդին խոպանչիներ սարքածներ այս պետության ժողովրդին խոպանչի սարքածածներ Այս պետության ժողովրդին տարիներ շարունակ վախի ստրախի մթնոլորտում պահածներ այս պետության ժողովրդի ինքնասիրությունը 10-20 հազար դրամով առածներ այս պետության ժողովրդին սենց չգիտեմ էլի ինքնասիրությունը պատիվը նամուսը 1 կիլո բրնձով խայտարակածներ Այս պետության ժողովուրդը թքած ունի ամբողջությամբ ձեր վրա, ձեր մի կիլո բրինձի վրա էր, ձեր կեղծավոր սիրո խոսքերի վրա էր, եւ այս պետության ժողովուրդը 2026 թվականին քաղաքակիր մակարդակով իր վրեժը լուծելու է ձեզնից եւ ձեր բերանից քաղաքական մակարդակով վարար գետի նման հոսելու է այս ժողովրդի տարիներ շարունակ է ժողովրդի խմածարունը Այդ վարար գետի նման հոսելու է, վարար գետի նման քաղաքակիր մակարդակով, աստծով ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Ուղղակի ես եմ բան եք ասեմ, ես ուղղակի խնդրում եմ, այս ռուսաստանբնակ օլիգարխի, այս մանուկների կապիկություններին, այս նարեկամյացի մուրուկով ինչ որ մեկը, այդ իրենցից ոչ սիրելի իշխանություն Սիրելի մարդիկ, ովքեր ներկայացնում են իշխանությունը ամենան հարգանքով բոլորիդ նկատմամբ ես ձեզ խնդրում եմ այս մանկապարտեզի սաներին ուղղակի մի արձագանքեք Դուք արձագանքելով այս մանկապարտեզի սաներին իրանք դրանցից ավելի լավ են զգում Մենք սովորական ակտիվիստ քաղաքացիներս ենք ամանչելով այս գադագյուդեքին արձագանքում Ինչ եք արձագանքում ռուսաստանբնակ օլիգարխի գադագյուդեքին Ինչի Այս մանկապարտեզի սաների պահվածքի լակոտություններին, կապիկություններին Այս իրենցից ոչինչ չասող գադագյուդեքին Ինչ եք արձագանքում Ով են սրանք Դուք չգիտեք, որ ձեր ամեն արձագանքից իրանք ավելի են լավը զգում Ասում են, այ մենք ենքան կանք Ոչ չգիտեմ, խոսքի մի հատ քաղաքական պայմանագիր կուսակցության անդամ Մի հատ ավագանի, մի հատ չգիտեմ ինչ պաշտոնյա Ինձ արձագանքում են Դաժե այդ մակարդակի պետք չի իրանց արձագանքելը
Այդ մակարդակի вообще իրանց պետք չի են 10-րդ 20-րդի ամենայն վերջի մակարդակը դաժե իրանց արձագանքելը պետք չէ գյադագյուդեքի մեր շատ սիրելի ակտիվիստները ովքեր ակտիվորեն զբաղված են քաղաքականությամբ իրենք են ամանչելով գնահատական տալի եւ արձանգանքում ռուսաստանբնակ օլիգարխի այս մանկապարտեզի սաներին այն նկարների հետ կռիվ տվողներին Բայ եղավ դա, չեղավ, չէ։ Ամեն ինչ լավ է ու լավ է լինելու։ Անկախ ձեր փողի քանակից, օտարին սիրահարվածներ, օտարի լանքեր, անկախ ձեր փողի քանակից, դուք ես պետությունը հա կապիկություն կարա կանեք, որպեսզի մենք մեր տրամադրությունը բարձրացնենք, բայց եթե կարմիր գծեր անցակ, ինչու՞ ասենց հոմարցակ տղու կերպարի մեջ փորձիկ մտնեք, ինչու անկանոն խոսություններով, անկանոն շարժումներով ինչ որ քայլեր ու զեցականեք, քաղաքակիր մակարդակով, ես իմ ցավակցություններս եմ հայտնում ձեր ընտանիքի անդամներին։ Աստծով ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Սենց մի հատ մեծական խոսք կա։ Մեր Գյուղացի մի հատ լավ պապիկ կար ինքն էր ասում էր, որ շատ բան է լյո, որ այս տագությունից բանից են խոսում, ասում էր, տեսա կտենանք ում մերնա տղա բերել, հիմա ճիշտ ասում, մեր գյուղացի վարկես պապիկը, մեր գյուղացի վարկես պապիկը ձեզ ասում է, շատ եք տղությունից խոսում, տեսա կտենակ ում մերնա տղա բերել, դուք նկարներ էդ կռիվ տվեք, ձեզ դրեք սենց լավ տղու, մատեք լավ տղու կերպարի մեջ, ու նկարների հետ կռիվ տվեք։ Դե սա հիմա կտենանք, լավ եղեք, բարի գիշեր ձեզ։